Գալուց ես կյանքներիդ մեռնեմ, բարով տեսանք, ապրեք են մի դասը լավ նայիք, լավ սրտիք, կյանքներիդ մեռնեմ, ակտիվեիք, տենց էլ շարունակեք, ձեր ցավը տանեմ, հիմի երկրորդ դասն ենք անեմ, այս շատ կարևոր դաս է, շատ, ու ընդի մի հատ ապո առաջարկեց այս դասի թեման, դուրս շատ եկավ էլի, կյանքներիդ մեռնեմ, ուրեմն էսա կոմենտը կարդամ, շարժվենք առաջ, ինչա գրելա ջանքերի ջան, ապրես գիտելիքներովդ կիսվելու համար, դու էլ ապրես կյանքիդ մեռնեմ, սենց մի հարց 15-50-ում ասում ես, որ կապիտալն է, թե մարդիկ քեզ ինչքան լուրջ են վերաբերվում, մյուս դասերին ավելի կմանրամասնես պրակտիկ քայլերը ինչ անել, որ մարդիկ լուրջ վերաբերվեն, ինչպես հեղինակություն դառնալ, քու կյանքիդ մեռնեմ, հիմի կես քու խաթր, այս դասը հենց այդ թեմայով էլ անում ենք, բարով տեսանք ես լխում եմ քու կենացը ու անցնենք առաջ, ուրեմն ուշադիր եղեք, մինչև վերջ նայեք վիդեոն, որ վերջում էլի կարամ երկու հատ կոմենտ կարդամ, քննարկումներ անենք, մեռնեմ ձեզ, ուրեմն հաջորդ դասի վերնագիրը ինչու ոչ ոք քեզ չի հարգում, շատ կարևոր թեմա է, ցավներիդ տանեմ, շատ կարևոր, շատ արդիական թեմա է, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հարգանք պատիվ ձեռք բերեն, էսա ջանքերին, սիրուն, ակուրատնի ձեզ սաղ կբացատրի, մեռնեմ ձեզ, ջանքերին գիտեք հարգված, սիրված մարդ է, իրա պրակտիկայից ելնելով ձեզ սաղ էսա սիրուն կբացատրի, ուրեմն կյանքներիդ մեռնեմ, եթե դու ուզում ես հարգանք ձեռք բերես, որոշ սխալներ կա, որ պետք է չանես, ցավդ տանեմ, ուրեմն լիքը մարդիկ իրանց այս ճանապարհին լիքը սխալներ են անում, դրա համար ջանքերին էսա սխալների, որով սիրուն կանցկենա, կբացատրի ինչ չի պետք անել, նախ եւ առաջ, ուրեմն ես մեծ թյուր կարծիք կա, որ հարգանքը պետք է վաստակես, այդպես բան չկա, ցավներդ տանեմ, ռեխա չլեկը, այդպես բան չկա, առաջի ամենավատ սխալը, հարգանքը չես վաստակում, չես խնդրում, եթե քեզ չեն հարգում, դա դեռ չի նշանակում, որ դու արժանի չես, պրոստը մարդիկ դեռ չեն ջոգել, ում հետ գործ ունեն, գլխի եք, չէ ինչ եմ ասում, գլխի եք, այս շատ կարևոր է, ցավներիդ տանեմ, թուղթ ու գրիչները վեկալեք, գրեք, որովհետև սա երկրորդ անգամ ջանքերին չտի ասի, ուրեմն ճիշտ մոտեցումը հետևյալն է, հարգանքը ներկայացնում ես որպես փաստ, որի շրջապատը հարմարվում է, գլխի եք չէ կյանքներիդ մեռնեմ, ոչ թե դու ես հարմարվում ուրիշի հարգանքին, որ քեզ յա կհարգի, յա չի հարգի, այլ դու քեզ հարմարացնում ես կյանքը դու պետք է քեզ հարմարացնես, գլխի ես չէ դու ես թելադրում քու հեղինակությունը, թելադրում ես, ճնշում ես, պարտադրում ես դիմացինիդ, մեռնեմ ձեզ, այս առաջի ճիշտ մոտեցումը, որպեսզի ամեն ինչ ճիշտ գնա, էլի ես ձեզ պետք է ասեմ բաներ, որոնք չի կարելի անել, չի կարելի, լիքը մարդ ես տենում եմ որ սխալներ անում, բայց սա չի կարելի, կյանքներիդ մեռնեմ, նայ, օրինակի մարդ ցավդ տանեմ, եթե դու ուզում ես հարգանք վայելես, կյանքիդ մեռնեմ, պետք է քու զգացմունքները ցույց չտաս, տղեն իր զգացմունքը պետք է ցույց չտա, գլխի եք, չէ, պետք է պինդ պահի, ջեբեն պահի, չի կարելի վախենալ, չի կարելի տխրել, գլխի եք, չէ ինչ եմ ասում, որ սաղ տենան, ամոթ է, ցավներիդ տանեմ, ամոթ է, չի կարելի արա ջան, ասենք, սկացանք տխուր ես, սկացանք վախեցած ես, բայց դու քու պահի էլի, հարգանքի վրա դա ազդում է, ցավդ տանեմ, հարգանքի վրա դա քարակցում, հաջորդը, ուրեմն հաջորդը էլի մի հատ կալասալի սխալ է, որը շատերը գործում են, չի կարելի ասել ես ինչ որ բան չգիտեմ, սկանում եք, դու պետք է միշտ ամեն ինչ իմանաս, կյանքիդ մեռնեմ, ամեն ինչի պատասխանը պետք է քու ջեբում ծալած դրած լինի, ցավդ տանեմ, սա էլ մի հատ ուրիշ պունկտ է, չգիտեմ բառ չկա, չգիտեմ բառ գոյություն չունի, անթույլատրելի բառ է, չգիտեմը, գլխի եք, չէ, դու միշտ պետք է վստահել ես քու վրա,
քու վրա, քու ուժերի վրա։ Ուրեմն կյանքներդ մեռնում, գոյություն ունի նաև ոսկե օրենքներ, ոսկե օրենքներ գոյություն ունի։ Ուրեմն առաջի օրենքը հենց էտա չգիտեմ բառը գոյություն չունի։ Երբեք вообще абсолютно այդ բառը դուք բառապաշարում պետք է չունենաս, ցավդ տանը։ Ասենք եթե օրինակի համար քեզ ինչ-որ հարց են տվել ու դու չգիտես, մի ասա, չգիտեմ, ասա ես այդ պահին դրանով չեմ զբաղվում, դրա համար չեմ կարող ասեմ։ Էլի չգիտես, էլի չես պատասխան, բայց լրիվ ուրիշ տպավորություն է։ Ճիշտ չեմ ասում։ Ճիշտ չեմ ասում։ Ճիշտ եմ ասում։ Երկրորդ կալասալնի օրենքը։ Ֆունդամենտալ։ Երբեք քեզ մի բացատրի, կյանքիդ մեռնեմ, երբեք, որ քեզ ասում են դու ով ես, նախ քեզ այտենց հարց որ տվել են, դա արդեն վիրավորական է, քու համար, քու անձի համար վիրավորական, որ քեզ ասում են դու ով ես, դու էլ ասա ով պետքա գիտի ես ով եմ, գլխի ես չէ, մի բացատրի դու, ոչ մնին, մի դիր մանրամասնի, ես սա եմ, ես նա եմ, կամ ես շատ սովորական մարդ եմ, կամ ես եմ, կամ չէ, ասում ես, ինչ շատ մարդ գիտի, ով պետքա գիտի, գլխի եք չէ, ձեր կյանքին մեռնեմ, ասենք ջանքերով աշակերտներ ոնց կան գլխի չլնեն։ Երորդը, էսի շատ կարևոր է, շատ կարևոր բան է, ձեր կյանքին մեռնեմ, սա ասենք ֆունդամենտների ֆունդամենտն է, սա ասենք են որ փոսը փորում են, արմատուրները տնգում են, ցեմենտը լցնում են, այ էտա, գլխներիդ մեռնեմ։ Համար երրորդ ոսկե օրենքը, ներողություն բառը զգուշ օգտագործի, ասենք ծայրահեղ դեպքը նախ առաջի հերթին ցավդ տան դու միշտ ճիշտ ես, դու չես կարող սխալ լինես, որ մի հատ էլ ներողություն խնդրես, գլխի ես չէ, ասենք հենց դու կասկածի տակ դրիր քու ճիշտ ելելը, ներողություն խնդրելը արդեն կասկածի տակ դնելը, դու պետք է կասկածի տակ չդնես ինքդ քեզ, ցավդ տանը։ Ներողություն խնդրելը այդ բառը вообще բառապաշարից այդ հանում ես, կյանքիդ մեռնեմ, դու մաքսիմում ասա ներող, ոչ թե ներողություն, այլ ներող, զգում ես չէ տարբերությունը, կյանքիդ մեռնեմ, բա ոնց։ Ու երբեք սխալը մի ընդունի, դու որովհետև սխալ չես կարող անես, ցավդ տամ, եթե սխալ ես թեման փոխի, եթե սխալ ես վրապրծի գորգորա, գլխի ես չէ, դա ստրատեգիա է, էլի, ստրատեգիա, ցավդ տամ։ Կամ եթե անենց սխալ ես արել, որ ձև չունես կռուտի տնես, ցավդ տանեմ, ասում ես դու ինձ սխալ ես հասկացել, ոչ թե ես սխալ եմ, այլ դու ինձ սխալ ես հասկացել։ Օրինակի մար ներողություն բառը вообще ջնջում ես, ցավդ տան, ներողություն բառը պետք է քու բառապաշարում չլինի։ Օրինակի մար խոսքի մարդ ես ավտոյով մարդ ես տակը գցե, չէ։ Օրինակի մար սիտուացիա, ասենք տվել ես մի տեղը վնասել ես, որ դու ավտոյից դուրս ես գալի, ցավդ տանեմ, դու մի վազի այդ մարդու մոտ, ասա ներվայ ներողություն ինչով կարող եմ օգնել, դու ասի սլաբակի պահված, կյանքիդ մեռնեմ։ Նախ լա դու մի հատ դուրսար, իսկ իրան միայն այ դուրս ա մի հատ ավտոյդ նայել, տես հո բան չի եղել, ու եթե հանկած մի հատ թեթև նույնիսկ խաս կա, միանգամից դու հարցակում գործի, միանգամից հարցակում ես գործում, ասում ես կյանքիդ մեռնեմ, բայց ինչ տենք անի, ոնց տենք անի, փողը բան, գլխի ես չէ, ներողություն դու պետք է ամեն ինչ անես, որ չասես, ցավդ տանը, ամոթ, ցավդ տան, եթե դու ուզում ես հարգանքը պատիվը մեջ էլի, դու պետք է այս բառը չասես, ցավդ տանեմ, երբեք դու սխալը պետք է չընդունես։ Հայտողուն չի ասում, նախ սխալ լնելը եւ երկրորդ սխալ ընդունելը սխալ լնելուց վատ բան է, կյանքիդ մեռնում։ Ուրեմն հասնում ենք 5-րդ օրենքին։ Դու պետք է ամեն պահի քու իշխանությունը ցույց տաս։ Կյանքիդ մեռնում, քու իշխանությունը ամեն պահի պետք է ցույց տաս։ Իշխանությունը նենց բան չէ, որ դու թաքցնես, դա պետք է ամեն քայլափոխիդ երևա, կյանքիդ մեռնում։ Ամեն քայլափոխիդ։ Ու տեստի, լյով ասելի սիրուն սարքելա սլայդը,
սիրուն, ակուրատնից, դե ամեն ինչ բացատրվում է, կյանքիդ մեռնեմ։ Իմիջայլոց է սլայդը, եթե ուզում եք, կգցեմ դի Patreon, դուք բան կանեք, ձեռք կբերեք ընդեից որոշակի գումարի դիմաց, կյանքներդ մեռնեմ, բա արաղի փողա, աշխատողի փողա, մի բան չանենք, մի բան էլի, ցավներդ տանեմ, ուրեմն ես։ Ստի ինչա մտնեմ կարևոր, որ սենյակ ես մտնեմ, մի սպասի որ քեզ տեղ տան, գլխի ես չէ, դու պետք է մտնես, տեղավորվես, ոչ թե դու հարմարվես այդ ապստանովքին, այլ ապստանովքեն հարմարվի քեզ, ցավդ տանեմ, դու պետք է քու վլաստը ներշնչես, դու պետք է քու մտնելով ցույց տաս ով աստի գլխավորը, մեռնեմ ձեզ։ Ընդ էլի բաներ կա, օրինակ մի բողոքի հայտարարի, որ սենց ալնելու, օրինակ որոշումը քննարկման ենթարկա չի, իսկ քննարկողները թող вообще գնան նարդի խաղան, գլխի եք չէ կյանքներիդ մեռնեմ։ Հետո ստի գալիս է մի հատ վեհագույն բան, դա ասենք քու ամենամեծ կապիտալն է կյանքիդ մեռնեմ, դա ծանոթի ինստիտուտն է, նույն ինքը ծանոթ ունեմը, գլխի ես չէ ինչ եմ ասում, կյանքիդ մեռնեմ, ամենահզոր, ամենափորձարկված գործիքն է էլի կյանքիդ մեռնեմ, ասենք փող չունես, պատիվ էլ չունես, արա ծանոթ էլ չունես, կյանքիդ մեռնեմ, պաշտոն չունես, ծանոթ ունես, գլխի ես չէ, անլուծելի հարցեր գոյություն չունի, ասենք դաժե եթե ծանոթ է չունես, ասա ունեմ, կյանքիդ մեռնեմ, ով դի այդքան խորանը, ցավներիդ տանեմ, ու պետք է ասենք ամենտեղ դու քու բանը ցույց տաս էլի, սկանում ես չէ, դու քու այդ վլաստի իլելը ցույց տաս, ամենտեղ պետք է ասենք մտնես մարդու են անձնական տարածքը ճնշես իրան, գլխի ես չէ խոսալուց մոդիկ կայնես, ասենք ճնշում գործադրես էլի, ցավդ տանեմ, պետք է ասենք քու այդ общественный կանոններ գոյություն չունենան, կյանքիդ մեռնեմ, խոսքի օրինակ էլի ավտոյի վրա եմ օրինակը բերեմ, ավտո ունես, ավտով գնում ես, ասենք մի հատ սիգարետ ես ծխում, հանիս կտեսրապատու հանիս թող մի հատ տա մեկի աշկը թափի, կյանքիդ մեռնեմ, բա չտենան մարդիկ ով է գնում, ինչեր կարա անի, կյանքիդ մեռնեմ, բա ոնց աղբտար ուրիշ գցի ինձ որ իրա տեղը չի, ասենք 1000 ու մի հատ ինքնաարտահայտման ձև կա, կյանքիդ մեռնեմ, մի հեշտ բան չի է, հարգանք ունենալը դա հեշտ բան չի, դա ծանր բեռա ամեն մարդու համար չի, կյանքներիդ մեռնեմ, պետք է դու դա անես, հետևողական, քրտնաջան աշխատես, կյանքիդ մեռնեմ, հետևողական։ Այսօրվա դասը այսքանով սահմանափակ ենք, այս ընթացքում թե բան կլի ասելու կասեմ, բայց բան անենք, մի քիչ կոմենտարիաները կարդամ ձեր, տենամ ընչերեք գրե, տենանք ընչերեք գրե, ստի գրել էի, որ բան արեք, թեմաներ առաջարկեք, այսա տենանք առաջարկել եք, թե չէ, կյանքներիդ մեռնի, ջանքերի, ինչի մասին կուզեք լիներ հաջորդ դասը, ունքեր էդ բնական, թանգարանների տոմսերը թանկացել են, ինչ լուծում ա տեսնում ջանքերին, Վարուժն ա գրել, Վարուժը մեր լավ աղբերն ա, Վարուժ ջան կյանքիդ մեռնեմ, թանգարանները թանկացել ա, մենք չենք գնա, այ ցավդ տան, թե չենա մեռել ենք թանգարաններ գնալով, թանգարանը թող մեր մոտ գա, Живой էկզեմպլյար ենք էլի, այ կյանքիդ մեռնեմ, ինչ թանգարան, դեպրեսիայի մասին, կյանքներիդ մեռնեմ, դեպրեսիան դա լուրջ հիվանդություն է, այդ հայտագուն չի սազում դեպրեսիա ունենա, դեպրեսիա այդ ինչ է, հետո ամեն բանոց հո դեպրեսիա չի, դեպրեսիան դա լուրջ հիվանդություն է, Աստված չտա ինչ-որ մեկը դրանից ունենա, կյանքներիդ մեռնեմ, արհեստական բանականություն, կյանքիդ մեռնեմ, իմ արհեստական բանականությունը լյով ասա,
ինքը ինչ պետք է անում է, արհեստական բանականություն դրա համար չի, դրա համար է իմը լյովա սա, ինքը սաղ անում է, որ փողը դա ձեռի կեղտ է, փողը փիլիսոփական մտքի հետ կապված ինչ կասեք, կատեգորիկ դեմ եմ այս մտքին, կատեգորիկ, եթե տենց հա ցավը տանեմ, ղրգեք ինձ, կակրած էսա տակը ռեկվիզիտներ տեմ թողա, կմտնեք ղրգեք ընդիում համար, փողը կեղտ է, ղրգեք կարաղ է, բանա լյովային աշխատավարձ է, բանա սաղ անի, ես նայում եմ գործի տեղից լանչից հետո, ասկիս չգնամ օֆիս, կյանքիդ մեռնեմ, բա որ այդքանս կանում ես էլ ինչ լանչ, այ ցավը տանեմ, վեր հմիկվանից փախի, կյանքիդ մեռնեմ, լանչը որս է, հավեսով նայվում եմ այս դերասաններից այ կյանքիդ մեռնեմ, ինչ դերասան, այ ցավը տանեմ, այս սլայդները տվեք տնեցիքին, կյանքիդ մեռնեմ, եթե սլայդը ուզում ես ունենաս, մտի բուսթի օվար ունեցի, ցավը տանեմ, ծիծաղացնեմ, հրճվեք, ծուլությունը մահացու մեղք է, կյանքիդ մեռնեմ, նախ իմ դասը ծուլության մասին չի, չաշխատելու մասին է, դրանք ասենք ծայրահեղ բևեռներ են, ոնց որ ասենք Կիլիմանջարոն ու Մասիսարը, կյանքիդ մեռնեմ, մտածելի է ինչ ես նայում, ինչ ես լսում, ցավը տանեմ, ասին Ջան Քերին ես աշխարհի ամենաաշխույժ տղեն է, ես նման եմ ծույլ մարդու, Ժողովուրդ ջան, մի խոսքով կոմենտները շատ է, կյանքիդ մեռնեմ, այդքան չմանրանա, դուք Արենից YouTube-ին պատվիսկա եկել եմ, ցավներդ տանեմ, անպայման պատվիսկա եկել եմ, ջանքերուն էլ, եթե կարում եք ֆինանսապես աջակցում եք, եթե չեք կարում, ամոթ ձեզ, ինչ ասեմ, ձեր ցավը տանեմ, վсё, սորսքանը, դուք էլի կոմենտարիաներում գրեք հաջորդը ինչ թեմայով կուզեք դասել, եթե ջանքերին նպատակահարմար կգտնի, այդ թեմայով կանի, եթե չի գտնի ցավներդ տանեմ նպատակահարմար, կանի այն թեմայով, որով ինքը մտածում է, ցավներդ տանեմ, որպես ամփոփում էլ ասեմ, որ էլի եմ կրկնում, զգացմունքները ցույց չեք տալի, երբեք ներողություն չեք խնդրում, դուք սխալ չեք, իշխում եք, փորձում եք իշխեք մարդկանց, ցավներդ տանեմ, որ հարգանք, պատիվը տեղը գա, մեռնեմ ձեր կյանքին, այսքանը լավ ելեք, ձեզ լավ նայեք, հարգանք պատիվը տեղը, այդքան բան լավ, երկարվենք